Այս շաբաթ Հանրապետական ու Դաշնակցությունը նորից միացան, այս շաբաթ հաստատվեց նորը, թեկուզ քաղաքականը ու հատկապես նախարարականը, վաղուց մոռացված հինն է, հին ընկերը։ Կնստեք, տեսնենք ոնց եք զգում նոր տեղում։ Չի թողնում, որ այս նախարարությունը փլուզվի։ Թե տնտեսությունը։ Եվ տնտեսությունը իհարկե։ Շնորհակալ եմ։ Առաջինը։ Միջկուսակցական դաշինքի առանձնահատկություններն այս անգամ տարբերություններն ու նպատակները, որ ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին բերեցին կոմպլեմենտար վերամիավորման։ 8 տարի առաջ ստեղծվեց հանրային խորհուրդ, այս տարի դրա գոյության իրավունքը ամրագրվեց սահմանադրությամբ։ Կատեգորիկ հարցեր ենք դնում, եթե այս մեր խորհուրդը չընդունվեց, ապա Ինստիտուցիոնալ անկախություն շարքից հատուկ անդրադարձային կառույցին, որ ստեղծվել է եւ ի պաշտոնը պետք է վարի հանրային երկխոսություն։ Քաղաքական նոր դաշինքի ու վերադասավորումների գլխավոր ինտրիգը եւ հանրային խորհրդի առաջկա նպատակները։ հանրային խորհուրդը դա միջոցներից մեկն էր, որը ավելի նպաստի քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Բացառիկ հարցազրույց հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։ Ավստրիական օգնությունից, թաղամասից, հիվանդանոցից դեպի հայ-ավստրիական նոր նախագծեր։ Ֆերմերներին, ագրոբիզնեսներին եւ վերամշակող կազմակերպություններին տրամաշնորհների տրամադրում։ Բարի գալուստ Հայաստան շարքից այս շաբաթ խոսում ենք մի երկրի մասին, որը ըստ հայտնի ֆիլմի հերոսի ոչ մենք ենք, ոչ էլ Ամերիկան։ Ավստրիա։ Մենք ենք ու Ավստրիա։ Ոչ գազով, ոչ էլ էլեկտրաէներգիայով ծանոթացեք նոր ջերմոցներ առանց ծախսի։ Այս ջերմոցի մոդելը իրականում չինական մոդել է, որը ադապտացվել է հայկական իրականությանը։ Բանաձևը սեփական փորձով է համոզվել դրանք աշխատում են արևի ջերմությամբ։ Հանդիպում ենք Կիրակի երեկոյան 8-ին։